Ես այսօր միացել եմ պայքարին մտավորականության անունից, ես գրող եմ, բանաստեղծ, գյումրեցի, եւ այսօր ես երիտասարդության կողքին եմ, որովհետեւ մտածում եմ, երկիրը այսպես չի կարող շարունակել։ Ես համոզված եմ, այս պայքարը պիտի որ արդյունք ունենա, որովհետեւ եթե երիտասարդությունն է ոտքի կանգնել, նրա կողքին պիտի կանգնի մտավորականությունը, փոքր եւ միջին բիզնեսի մարդը, եւ միայն այդ դեպքում այս պայքարը կավարտվի հաղթությամբ։ Իմ կարծիքով սկսվել է Հայաստանում նոր գործընթաց, քաղաքացիական գործընթաց։ Վերջապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին երևի թե հասկացել է, որ ինքն է այս երկրի տերը։ Ժողովուրդը իմ կարծիքով արդեն արթնացել է եւ այս ժողովրդական, այս երիտասարդական շարժումը անհնարին կլինի կասեցնել։ Շարժման մեծ մասը երիտասարդներ են։ Երեք ապացուցվեց մի բան, որ մենք ունենք հզոր երիտասարդություն, որ իրենք կարող են այս երկրում որոշող իրենք են, եւ բոլորս էլ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Երևանում։ Ընդամենը 300 հոգի վերջում մնացին եւ 300 հոգուն ընդամենը ոստիկանությունը քաղաքացիական հակուսներով, որի իրավունք ինքը չուներ, ինքը պետք է լիներ ոստիկանական շորերով, եւ դա արդեն օրենքի կոպիտ խախտում էր։ Մեզ պակասում է անկազմակերպվածությունը, ժողովրդի մեջ կազմակերպվածություն չկա։ Մոտարապես հիմա Գյումրիում 100,000 բնակիչ է ապրում, մոտարապես։ Բայց այստեղ ես տեսնում եմ հավաքված են ընդամենը 0.1% ժողովրդի, անտարբեր է ժողովուրդը այս բոլոր երևույթների հանդեպ։ Եթե կազմակերպված պայքար լինի եւ լիդերները կանգնեն ժողովրդի հետ, մի արդյունքի կհասնենք մենք։ Պես չկա, այսօր որ Լեննագանից մարդ գնացած չեղնի, ուրդի ժողովուրդ հավաքվի, բոլորն են համաձայն են, որ համախուռ կայնի, այդ ժողովուրդ չկա։ Պայքարին միացրել եմ հենց առաջին օրվանից եւ ցկտում եմ, որպեսզի կարողանամ իրազեկեմ իմ շրջապատի մարդկանց, որպեսզի նրանք էլ միանան, քանի որ սա պայքար է ազգի փրկության, սա պայքար է մեր երիտասարդների ներկայի եւ վաղվա ապագայի համար։ Իսկ ինչու մարդիկ չեն միանում պայքարին, ես ցեզ ասեմ, երիտասարդության հիմնական առողջ եւ ինտելեկտ կորիզը այստեղ է։ Այստեղ շատ հանգիստ, առանց որևէ կարգ խախտելու, առանց որևէ այլևայլության, ոստիկանության տեսուչների հետ համատեղ անգամ նույնիսկ ունեցան շատ հանգիստ, շատ հետաքրքիր քննարկումների երեկո, մտքերի, կրոնների երեկո եւ իհարկե առաջնահերթ հետևում ենք այն process-ներին, որոնք տեղի ունենում Երևան քաղաքում։ Առավոտյան կողմ, երբ արդեն լույսը բացվեց եւ մենք ավելի հանգիստ ենք եւ իհարկե աչքի տակ պահում ենք հենց բոլորս ու շատ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Պարլամենտ փողոցում, ունեցանք այն իրավիճակը, ինչ ունեցանք Երևանում։ Այսինքն մեր պարագայում այդ իրավիճակը կադրի բացակայություններ ու ցայնի արկայությունը, երբ արդեն Ազատություն ռադիոկայանի ինտերնետային հեռարձակման մեջ վիդեոն լրիվ փակվեց ու ցայնն էր մենակ, թե ինչ է կատարվում, մեր համար պարզ է, որ կատարվում է առավոտյան շուտ ժամը 6-ի կողմ process-ներ, որի մասին Գյումրու հանրությունը, որի մասին մարդիկ կամ շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, թե ինչ process-ներ է տեղի ունենում։ Եվ իհարկե որպես մարդիկ, ովքեր նաև ինչ-որ առումով աջակցություն էին հայտնել, ուղղակիորեն սատարել էին այդ process-ին, որը տեղի ունում Երևանում, մենք պատասխանատվություն վերցրինք հանրային իրազեկում իրականացնելու։ Այդ հանրային իրազեկման process-ի հենց մեկնարկին քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից խոչընդոտումներ տեղի ունեցան, որը բերեց բոյկոտային այն իրավիճակին, որը վստահաբար բոլորը տեսել եք ինտերնետյան էջում։ Թե ինչ է տեղի ունեցել, այդ մասով արդեն գործեր են կազմվել, կա մեր հարգարժան հասկացյալը, կան 12 վկաներ, կա ինտերնետային հեռարձակումներ, այսինքն մենք չենք ուզենա մեկնաբանել այդ process-ը, յուրաքանչյուր դեր կարակ շատ լավ մեկնաբանեք, թող կառույցներն իրենց գնահատականը տան process-ին, մենք մեր մասով միանշանակ հետևողական ենք լինում առավելագույնս առումով
ընթացակարգային ու ֆորմալ կանոնակարգված գործընթաց ունենալու է։ Մինչև այսօր ոստիկանության մասին շատ ավելի մեծ կարծիք ունեի։ Ու խորը ցավ կապրեմ, որ շատերը ինտելեկտի առումով, շատերը դժբախտաբար ես չեմ պատկերացնել, ասենք ես գիտեմ որ հնարավոր է որ ասենք բիշտ տեղնի մարդը, ասենք մարդը կա քեզ հետ գիշերը նստի հաց ուտե, բայց քեզի ոտից այդ բռնի որ տանի քաղմաս։ Ասենք այդ բաները ես չեմ կրնա հասկանալ, ես քրիստոնյա մարդ եմ։ Ու ինձ համար վիրավորական է տեսնել այն մարդու կողմից, ով որ կոչված է մեզի սաղից պաշտպանելու։ Որևէ կերպ, որևէ ոստիկանի չին չեմ անարգել երբեք, ապագայում էլ չեմ պատրաստվում անարգելու։ Բայց մարդկային որակներ կան, որ շորի մեջ չէ, կարող է պաժարիկ էլ լինի, այդ որակները ունենա, կարող է սվարչիկ լինի, բայց դժբախտաբար առավոտը, որ մենք կանգնած էինք, մեր վրա ոնց որ ոհմակ հարձակվեր։ Այստեղ նստած ենք մեր համար, ուղղակի նստած ենք, ու մեկ էլ տեսար մի հատ ոհմակ հարձակվում է մեր վրա։ Ես չեմ կարող ուղղակի հասկանալ դրա իմաստը։ Ինձ համար որպես մարդ անթույլատրելի է այն ինչ կատարվեց Երևանում։ Ես ինքս Երևանում եղել եմ եւ տեսել եմ, որ ֆանտաստիկ սերունդ է։ Այսպես սերունդ չկա։ Բոլորը երիտասարդ ու պատրաստ է, բայց այն ինչ կատարվեց Երևանում մեր քույրերի, եղբայրների, մայրերի հետ, սա անթույլատրելի է։ Սա ընդհանուր process է։ Անցել է ժամանակը լիդերների, փրկիչների։ Խոսքը վերաբերում է յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվությանը։ Յուրաքանչյուր անհատ ինքը պետք է իր սոցիալական պատասխանատվությունը վերցնի։ Դրա համար մինչև հիմա Գյումրիում ոնց որ կազմակերպվել է process-ները, վստահ եմ Երևանում նույնպես։ Այդպես է շարունակվելու է։ Ամեն մի քաղաքացիական անկախ ազատ դիրքորոշում ունեցող, ոչ ստրկամիտ, ազատ դիրքորոշում ունեցող անհատի կարծիքը մեզ համար, բոլորիս համար թանկ է։ Հետևաբար, հետագա գործողությունների համար ես կուզենայի ձեր տեսակետները լսել։